Նախ մի քանի խոսք ասեմ Սանկտ Պետերբուրգի այդ տնտեսական ֆորումի մասին։ Այդ ֆորումը մոտավորապես աշխարհում անվանում են նաև ռուսական Դավոս։ Այդ ռուսական Դավոսում մասնակցում էր ավելի քան 140 երկրից պետական ներկայացուցիչներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ, ավելի քան 140 երկրից։ Ցավոք սրտի կարող եմ ասել, որ Հայաստանից կարելի ասել որ բիզնեսը ներկայացված չէ, նույնիսկ Հայաստանը պավիլյոններ չուներ այնտեղ։ Դա խայտարակություն է, պարզապես Հայաստանը, որ Ռուսաստանի հետ արտադրաշրջանությունը կազմում է 12 միլիարդ դոլար, նույնիսկ պավիլյոններ չուներ, որպեսզի ինքը սա ցույց տալիս այսօրվա իշխանության դեմքն ու դիմանկարը։ Ես ուզում եմ որ մեր շարքային քաղաքացիները տեսնեն։ Բացի դրանից, այս ֆորումին ռուսական կողմից հրավիրված էին Հայաստանի քաղաքական դաշտից ընդամենը ընդդիմադիր դաշտից ընդամենը 2 հոգի, Մայր Հայաստանի լիդեր Անդրանիկ Թևանյանը եւ Բարգավաճ Հայաստանի լիդեր Գագիկ Ծառուկյանը։ Իհարկե Անդրանիկ Թևանյանի հրավերը իմ համար իմ ընկերոջը որ հրավիրել են դա մեծ ուրախություն եմ կազմում, բայց ես նաեւ տխրում եմ ուրիշ բանի համար։ Ես տխրում եմ որ փաստացի Հայաստանից ընդամենը 2 լիդերներ են մասնակցում, այլ ոչ թե Հայաստանի ավելի շատ մարդիկ, որ պետք է ակտիվ ներգրաված են այս process-ի մեջ։ Դա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտը հիվանդ է։ Դա նշանակում է, որ այդ կոմունիկացիոն կապը աշխարհի հետ մեր քաղաքական դաշտի գրեթե բացակայում է։ Սա ողբերգություն է։ Սա ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Իդեպ նույն Մայր Հայաստանի պատվիրակությունը, որ գնաց Դոնբաս, շատերը չէին հասկանում, թե ինչու գնաց Դոնբաս։ Պատճառը հետևյալն էր։ Հայաստանի կերպարը Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է։ Հայաստանը կերպար չունի արդեն ոչ արևմուտքում, ոչ Ռուսաստանում, ոչ արևելքում, ոչ իսլամական աշխարհում, ոչ մտեղ։ Ինքը ոչնչացված մուրացկան երկիր է դարձել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Եվ Մայր Հայաստանի պատվիրակության այցը Դոնբաս մի նպատակ ուներ՝ ցույց տալու, որ Հայաստանը ունի երկրորդ կերպարը, որ Հայաստանին պետք չի դիտարկել միայն Նիկոլ Փաշինյանի կերպարով, որ Հայաստանը ունի երկրորդ կերպարը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի կերպարից։ Եվ այս նույն բանը, որ հիմա այդ ֆորում, որ Մայր Հայաստանը կամ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները իրանք մասնակցում էին, նույնպես այդ նպատակն էր հետապնդում, որ մենք ունենք մեր կերպարները, որ այդ կերպարները տարբերվում են Նիկոլ Փաշինյանի կերպարներից, որը շատ կարևոր է, որ մեր հասարակությունը հասկանա դրա կարևորությունը։ Իհարկե, շարքային մարդը դա չի կարող հասկանալ, բայց գոնե այն մարդիկ, որ մտածողության ունակություն ունեն, դրանք գոնե պետք է դա գնահատեն։ Դա շատ կարևոր խնդիր է։